Եթե առաջին հանրապետության քաղաքական միտքը լավ աշխատեր, այսօր կունենայինք բոլորովին այլ երկիր, մինչդեռ այսօր մենք բախվում ենք նույն վտանգներին, Աժամբյոնից առաջի ելույթի ժամանակ հայտարարել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը։ Անդրադառնալով առկա մարտահրավերներին, Կարապետյանը նշել է, որ ամենաառաջնայինը նա է, որ պետք է թույլ չտալ Ադրբեջանին մեր երկրում ունենալ ժողովրդագրական ներկայացվածություն։ Կարապետյանը հայտնել է, որ իրենք շուտով կներկայացնեն հակասաֆարովյան օրենք, որով կարգելվի Ադրբեջանի քաղաքացուն Հայաստանում գտնվել 10 օրից ավել եւ գույք գնել։ Կարապետյանը զգուշացրել է, որ Ադրբեջանում նոր ազգային գաղափարախոսություն է ստեղծվում, որը օր առաջ պետք է կանխել։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք հակասաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Դուք կարող եք լուծել այդ հարցը։ Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում եւ իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել։ Իդեպ Թուրքիայի Հանրապետությունը այդպիսի օրենք ունի նաեւ մեր մասին։ Մեր երկրի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնելու։ Անդրադառնալով սոցիալ-տնտեսական վիճակին, Կարապետյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների արդյունքում տուժում է գյուղացին, ինչը ևս քաղաքական մտքի լուծմանը սպասող խնդիր է։ Նա վստահեցրել է, որ եթե 6 ամսվա ընթացքում հստակ լուծում չտրվի, ապա մեր գյուղացին ավելի մեծ խնդրի առաջ կկանգնի։ 8 տարվա ընթացքում մեր գյուղացիները 3 անգամ ավելի շատ վարկ ունեն, քան ունեին 8 տարի առաջ։ Բայց գյուղատնտեսությունը նույն մակարդակի վրա է, մինչև անցած տարի անկում էր ապրում։ Ինչ է սա նշանակում, որ գյուղատնտեսական շրջանառության, նույն շրջանառության պայմաններում մեր գյուղացին 3 անգամ ավելի շատ վարկ ունի, եւ եթե փակվում է վաճառքը դեպի մեր համար շատ կարևոր տնտեսական գործընկերների շուկա, այս գյուղացիները սննկանալու են։ Այս արտադրությունների տերերը սննկանալու են, իրենց սեփականությունը տները գնալու են բանկերին։ Սա մի մարդ չի, 1000 մարդ չի, տասնյակ, հազարավոր մարդիկ։ Մենք պետքա լուծենք այս հարցը։ Հայ քաղաքական միտքը 6 ամսվա ընթացքում ունի մարտահրավեր եւ պետք է լուծի այս հարցը։ Այստեղ այդ հարցի լուծումը կարող է տրվել։ Խոսելով Թուրքիայի սահմանի բացման մասին, Կարապետյանը հիշեցրել է, որ այն փակվել է հենց Թուրքիայի պահանջով։ Կարապետյանի պնդմամբ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց ցեղասպանության մոռացման։ Կարապետյանը նաև կարևորել է ապագա սերնդի հետ տարվող աշխատանքը։ Խմբակցության ղեկավարի խոսքով պետք է այնպես անել, որ նոր սերունդը գիտակցի, թե ինչ զողողությունների շնորհիվ ենք հասել այսօրվան։ Մեր խնդիրն է ապահովել, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա չարվի ցեղասպանության ճանաչման հաշվի։ Կարևոր բան է, քանի որ ցեղասպանության գաղափարը միավորում է մեզ եւ Սփյուռքին, քանի որ ցեղասպանության գաղափարը դա ապահովագրություն է մեզ ապագայում, որպեսզի այլևս չկրկնվի։ Վերջում Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Ուժեղ Հայաստան խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Եվ նաև կուզենայի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ռուբեն Ռուբինյանը ընտրվել է 9-րդ գումարման խորհրդարանի նախագահ 63 կողմ 28 դեմ ձայնով։ Ավելի վաղ ազգային ժողովին դիմադիր Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցի խորհրդարանի նախագահի ընտրության քվեարկությանը, իսկ Ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու։
Multigroup ընկերությունների աշխատակիցները խոստացել են փողոց փակել, եթե 30 րոպեի ընթացքում կառավարության անդամներից որևէ մեկը չհանդիպի իրենց։ Ակցիայի մասնակիցները պնդում են, մնացել են առանց աշխատանքի ու չեն հասկանում, շարունակելու են աշխատել, թե ոչ։ Մենք ձեզ տալիս ենք 30 րոպե ժամանակ։ Եթե 30 րոպեվա ընթացքում ինչ-որ մեկը չի ճար մեր հետ բանակցելու, մենք փակելու ենք այս փողոցը։ Շուտով կլերանա մեկամիսը, ինչ Multigroup ընկերությունների դռները կապարակնքված են։ Աշխատակիցները չգիտեն ինչպես լուծել իրենց կենցաղային հարցերն ու հայտնվել են անելանելի իրավիճակում։ Մինչ օրս ոչ ոք չի անդրադարձել այս խնդրին ու չի հանդիպել նրանց, փորձելու գտնել որևէ տարբերակ, մինչ քննչական կոմիտեն կավարտի նախաքննությունը։ Տանջամահեք անում չի ստացվելու ձեր մոտ։ Ոնց որ այն ժամանակ են կանգնել ձեր կողքին, հիմա կկանգնեն ձեր դիմաց, պարոն Փաշինյան։ Որովհետև Գագիկ Ծառուկյանի նման տղամարդու հանդեպ դուք կատարել եք աններելի քայլեր։ Նրան տապալելով երկին դուք նրանով վարկաբեկել եք ձեզ։ Նրան տապալելով բոլոր հայ ազգությունը ձեզ քննադատում է։ Որովհետև չի կարելի նման մարդկանց, ովքեր այդքան բան են արել այս երկրի համար, չի կարելի նման մարդկանց հետ նման ձևով վարվել։ Քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվում, աշխարհահռչակ տնտեսագետ հրապարակախոս Նասիմ Թալեբը չի այցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնել է հենց ինքը Թալեբը, հրաժարվելով Ադրբեջանում հանդես գալ դասախոսությամբ։ Ինձ խնդրեցին գնալ Ադրբեջան դասախոսության, ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացրին իրենց առաջարկը, չհասկանալով իմ էթիկան, կարծելով թե դա տարբերություն կստեղծի։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է, գրել է Թալեբը X-ի իր էջում։ Հրապարակվել է Երևանի Կիլիկիա թաղամասում հունիսի 20-ին տեղի ունեցած զինված հաշվեհարդարի կադրերը։ Շամշան Կետքոմի հրապարակած տեսագրությունն արձանագրել է, թե ինչպես են ինքնաձիգից եւ ատրճանակից կրակոցներ արձակվում։ Արյունալի բախման հետևանքով 4 քաղաքացի ստացել էր հրազենային վնասվածքներ։ Մալաթիա Սեբաստիա քնչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված վարույթը դեռևս պարզում է հրաձգության կոնկրետ դրդապատճառները։ Մայրաքաղաքում հաճախակի դարձած նման օրինակ զինված հաշվեհարդարները վկայում են հանրային անվտանգության վերահսկողության թերացումների եւ հանցավոր բարքերի վտանգավոր աշխուժացման մասին։ Կելենջիկի մարդաշատ լողափում ԱԹՍ է կործանվել։ Միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է 17 մարդ, նրանցից 4-ի վիճակը գնահատվել է ծանր։ Նախնական տվյալով հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, որոնցից 3-ը երեխաներ են, 40 մարդ վիրավորվել է։ Պաշտոնական Թեհրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստվում են խաղաղության բանակցություններ վարել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային շեշտել է, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ որևէ երկխոսություն չկա։ Փոխարենը, ըստ խոսնակի, Իրանը բանակցություններ է վարում միայն Օմանի հետ, Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության երթուղու ապահովման շուրջ։ Կուբայի ազգային էլեկտրացանցը խափանվել է, ինչի հետևանքով կղզու շուրջ 10 միլիոն բնակիչ հայտնվել է լիակատար մթության մեջ։ Ըստ Reuters գործակալության սա արդեն 4-րդ համապետական հոսանքազրկումն է վերջին շրջանում։ Միայն հուլիսին գրանցվել էր նման 3 դեպք։ Ճգնաժամային այս իրավիճակի հիմնական պատճառը ԱՄՆ-ի սահմանած նավթային շրջափակումն է, որը ծանր հարված է հասցրել երկրի հնացած էներգետիկ ենթակառուցվածքներին։ Բուդապեշտում անջատվել է պետական շենքերի եւ հուշարձանների դեկորատիվ լուսավորությունը, պատճառը Հունգարիայի միակ ատոմակայանի աննախադեպ կանգն է։ Դանուբ գետում ջրի ռեկորդային նվազման եւ երաշտի պատճառով ռեակտորների հովացումը անհնար է դարձել։ Վարչապետ Պետեր Մագյարը զգուշացրել է, որ 40 աստիճան շոկի ֆոնին ԱԵԿ-ի աշխատանքի դադարեցումը կարող է շաբաթներ տևել։ Երկրում հոսանքի եւ ջրի խնայողության խիստ ռեժիմներ են սահմանվել։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում բնակիչները մեղադրել են գործող կառավարությանը եւ պահանջել են վերադարձնել նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին ու վերականգնել ռուսական էներգակիրների մատակարարումը։ 6 տարվա դադարից հետո Հնդկաստանն ու Չինաստանը վերաբացել են պատմական Նաթուլա լեռանցքը, վերսկսելով մի սահմանային առևտուրը։ Այն կասեցվել էր 2020 թվականին COVID-19 համավարակի եւ Գալվան հովտում հնդկական ու չինական զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական բախումների պատճառով։ Առևտուրը իրականացվելու է շաբաթական 4 օր։ Վաճառականները իշխանությունից պահանջել են վերանայել եւ ընդլայնել թույլտված ապրանքների ցանկը, մեծացնել յուրաքանչյուր առևտրականի համար սահմանված օրական շրջանառության սահմանը։